Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Բարի գարնանային առավոտ, սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ծրագիրը։ Ասում են բարի լիցքերով մարդը պետք է անպայման որոշակի չափով ախորժակը հագեցրած լինի, որովհետև երբ որ մարդը սոված է լինում, աշխատում են իր բջիջները եւ ագրեսիվանում են։ Այդ պատճառով առաջարկում եմ այժմ, եթե չեք նախաճաշել, նախաճաշեք իհարկե, եթե սուրճ եք խմում, նախաճաշի փոխարեն իհարկե սուրճը դրեք ձեր եւ չփոխեք հեռուստաալիքը։ Ինչպես նաև արթնանալու համար մենք կմիացնենք հիմա ձեզ համար գեղեցիկ երաժշտական ընդմիջում, տեսահոլովակ կվերադառնանք Վերադարձանք, վստահ եմ լիցքավորվեցիք, օգնեց նաև մեր երաժշտական հատվածը եւս, եւ այժմ ժամանակն է իհարկե խոսել այն առօրյական գործերի մասին, այն սպասվող նորությունների մասին, որոնք որ մեզ շրջապատում են։ Իհարկե գարնան մասին։ Առաջինը գարունը ինչ է։ Գարունը սեր է, գարունը ջերմություն է, գարունը երջանկություն է։ Եվ այդ ամենը երբ որ դուք զուգահեռում եք, ստանում եք շատ գեղեցիկ ապրելակերպ, այսինքն լինում եք երջանիկ։ Եվ ամենակարևորը, դուք ձեր ներսում պետք է այդ ամեն ինչը կարգավորեք, որպեսզի ձեր գործերը, ձեր տրամադրությունը, ձեր օրը գարնանային լինի գեղեցիկ եւ ընթանա իհարկե շրջապատի համար եւս գեղեցիկ։ Իսկ ավանդույթի համաձայն մեր եթերում միշտ ունենում ենք հյուրեր եւ ես սիրով ուզում եմ ներկայացնել մեր այսօրվա հյուրին։ Մենք խոսելու ենք մի ծրագրի մասին, որը մեկնարկել է եւ բավականին հետաքրքիր իհարկե իր արձագանքները ունի եւ այսօր մեր հյուրն է Եվրասիա դոկի աշխատարանի դասընթացավար Սիլվա Խնկանոսյանը։ Բարի առավոտ Սիլվա, գեղեցիկ ինչ որ շատ հետաքրքիր առանձնացող ազգանուն ունեք։ Բարի գալուստ մեզ մոտ։ Բարի մեզ, շնորհակալություն։ Իդեպ ասեմ, որ շուտով կմեկնարկի Եվրասիա դոկ շրջանակների աշխատարան վավերագրական ֆիլմ նախագծերի զարգացման աշխատարանը, այո։ Ճիշտ է։ Ինչ հնարավորություններ է տալիս աշխատարանը, Սիլվա ջան, ուզում եմ խոսենք, վստահ եմ, որ նաև հեռուստադիտողի համար սա նորություն է, ինչպես նաև պրոֆեսիոնալ մարդկանց, ովքեր որ զբաղվում են ֆիլմարտադրությամբ, ռեժիսորներ են եւ այս ոլորտ իրենց հետաքրքրում են։ Եվրազիա դոկը ինքը այո աշխատարան է սցենարի զարգացման, քանի որ շատերս չեն կարծում, որ վավերագրական կինոն ունի սցենար, բայց միջև ֆիլմ նկարելը գրվում է սցենար։ Այսինքն ինչ չէ, դու նկարում ես իրական մարդկանց, իրական պատմություններ, բայց նախորդ պետք է իմանաս ինչ ես նկարում, ինչի համար ես նկարում, ինչի հենց դու պետք է նկարես, ինչն է քեզ ամենաշատը հետաքրքրում, ինչը կգրավի եւ այլն եւ այլն։ Այդ ամեն ինչը որ պարզ դառնա, պետք է գրես։ Իսկ հետո ֆիլմ արտադրությունը ինքը գումար է անհրաժեշտ դրա համար։ Գումար գտնելու համար իհարկե։ Այո, գումար գտնելու համար հարկավոր են պրոդյուսերներ ու եւ այլն եւ այլն։ Եվրազիա դոկը հնարավորություն է տալիս առաջին փուլով գրել սցենարը, սարքել մեծ, այսպես ասած, ֆրանսերենով դոսիե, որը հնարավորություն է տալիս ներկայացնել քո պրոյեկտը, իդեան, շատ մանրամասն, շատ քեզ համար արդեն իսկ հասկանալի ֆիլմի սցենարը ներկայացնել պրոդյուսերներին, որ այդ հնարավորություն նույնպես տալիս է Եվրազիա դոկը։ Ու հնարավորություն ես ունենում արդեն համարտադրությամբ մեկ այլ երկրի հետ ստեղծել քո ֆիլմը։ Ինչպես է ստեղծվել այս ծրագիրը եւ ինչպես ստացվեց, որ օրինակ նախադեպը կարիք կամ եղավ որ բերել եւ տեղայնացնել այստեղ եւս այն իրագործել։ Եվրազիա դոկը ֆրանսիական ծրագիր է, որ ունեն Աֆրիկա դոկ, ունեն Եվրազիա դոկ եւ այլն։ Ու իր հիմնական նպատակը
տվյալ երկրում զարգացնել վավերագրական կինոն։ Միջև Եվրազիադոկի Հայաստան գալը Հայաստանում նկարահանվում էին վավերագրական կինոներ, բայց նկարահանվում էին հիմնականում անցյալի մասին։ Ու իրենց հիմնական նպատակը այն էր, որ աշխարհին հետաքրքիր է թե ինչ է կատարվում հիմա մեր երկրում, հիմա Աֆրիկայում, հիմա այլ երկրում։ Ու հենց այդ այսպես ասած տվյալ պահը ֆիքսել, վավերագրել եւ այո, ինքը վավերագրություն է, ինքը պատմում ես դու հենց հիմա ինչ խնդիրներ, դե ֆիլմը ինչ որ չափի խնդիրներ է բարձրացնում, հա, վավերագրությունը առավել եւս։ Ու դու սկսում ես պատմել քո երկրի խնդիրներից կամ պատմում ես մի ինքը storytelling-ն է, էլի պատմությունը, բայց հենց այս պահին ինչ է կատարվում ու վավերագրության մեջ։ Որն է նախագծի այ հետաքրքիր է հաջողությունը եւ ինչպիսի օրինակ ասենք, չգիտեմ, ֆիլմեր են դուրս եկել այս նախագծից, որոնք որ մարդիկ ճանաչում են կամ ինչ որ կարիքներ են դրանով լուծվել։ Վավերագրական կինոն առհասարակ քիչ են նայում ու շատ դժվար է գտնել то есть չես գնում դու կինոթատրոն ու տոմս առնում վավերագրական կինոյի համար։ Վավերագրական կինոն հիմնականում նայում են փառատոններին կամ հեռուստավավերագրություն կա, որը նայում են հեռուստատեսության։ Այո, բայց Եվրազիադոկը տալիս է ոչ թե այդ հեռուստատեսային վավերագրության կոնցեպտը, այլ ավելի ստեղծագործական վավերագրություն։ Աշխարհում դա շատ հայտնի ժանր է, ստեղծագործական վավերագրությունը, որը փառատոնային է, կարող ես կինոթատրոններում նայել, բայց ինքը կինոթատրոնում նայելու համար է։ Հայաստանից շատ ֆիլմեր կան, որ Եվրազիադոկի շնորհիվ ունեցել են ֆրանսիական համարտադրություններ, մասնակցել են միջազգային շատ հայտնի կինոփառատոններին, բայց դրանք մի քիչ անհայտ են մեզ, մենք չենք ուսումնասիրում այդ դաշտը, որպեսզի ավելի մանրամասն իմանանք ինչ է կատարվում, բայց աշխարհում հայկական կինոն, վավերագրությունը հիմա գնում է փառատոնների ու գնում է հենց Եվրազիադոկի շնորհիվ, նույնը հենց ես իմ ֆիլմը իմնել է գնացել փառատոնի հենց Եվրազիադոկի շնորհիվ։ Այ գնանք հենց բուն իհարկե այս ծրագրին մասնակցելու, այս աշխատարանով անցնելու եւ ինչ որ հաջողություն ունենալու կետի։ Օրինակ ես ուզում եմ մասնակցել։ Կուզենամ ներկայացնենք ինչպես պետք է սկսել քայլերը, հա, հաջորդականությունը խնդրում եմ եկեք նկարագրենք, որպեսզի ավելի པարզ լինի մեր հեռուստադիտողի համար եւս։ Առաջինը կա բաց կանչ հիմա եւ platform doc կայքում կարող եք Google-ում գրել platform doc բերի կայքը, ունի իր Facebook-յան էջը, Instagram-յան էջը ու անընդհատ թարմացվում է թե վավերագրության մասին նորություններ Հայաստանի, թե այնտեղ կգտնենք բաց կանչը։ Ու հայտը լրացնում ենք։ Հայտը պետք է լրացնեն ցանկալի է կինոյի ինստիտուտի ուսանողներ, մարդիկ, ովքեր կապ ունեն մեդիայի հետ առհասարակ, պարտադիր չի նկարած լինեն վավերագրական ֆիլմ, բայց պետք է ունեն ինչ որ չափի գիտելիքներ կինոյի հետ։ Իհարկե բայց այնտեղ կան հարցեր, մի քանի հարցերի շնորհիվ արդեն իրենք ներկայացնում են իրենց իդեան, գաղափարը ինչի մասին են ուզում ֆիլմը նկարել, անգամ զրո պատկերացումով, թե ոնց պետք է գրվի ու նկարվի, հա։ Պետք է ունենան գաղափարը։ Ու ըստ մեր հարցերի, որոնք որ կան բաց կանչում, մենք արդեն կհասկանան ոնց որ ինչ տեսակի իդեա է, ինչ տեսակի նախագիծ է լինելու։ Հետաքրքրում է առաջնայինը գաղափարն է։ Ոչ թե մեզ է հետաքրքրում ներողություն ընդմիջելու համար, մեզ հետաքրքրելը քիչ է, մեզ չպետք է հետաքրքրի։ Մեզ պետք է հետաքրքրի, թե ինչ պոտենցիալ ունի այս նախագիծը, այսինքն ինչքան միջազգային պոտենցիալ ունի, ինչքան հնարավոր է համարտադրությամբ ստեղծել այս կինոն։ Ստացանք օրինակ հասանք ամենավերջի կետին, որ հաջողվել է ինձ, որպեսզի վավերագրեմ այն ինչ առաջարկել եմ։ Ֆինանսական ինչ որ, այսինքն աջակցություն եւ այլն լինում է ծրագրի կողմից, թե դա արդեն ես պետք է հայտարարեմ, թե կան դոնորներ, որոնց որ դուք օգնում եք աջակցել, այսինքն գտնել դա։ Առաջինը ծրագիրը ավարտվելուց հետո դուք ոչ թե նկարահանում եք ֆիլմը, այլ ունենում եք ձեր ֆիլմի սցենարը։ Դա արդեն բարձ է, սկզբից ասացի։ Ու ունենում ենք նաև մի փոքրիկ մրցանակային դրամային մրցանակ շատ փոքր, որը ֆիլմի սիմվոլիկ չէ, բայց սկսելու համար այո, ինչ որ խրախուսական միգուցե, բայց ամենակարևոր ու ներդրումը ծրագրի այն է, որ մասնակիցներին հնարավորություն են տալիս
pitch անել, ինչա pitch-ը, հա, հրավիրել պրոդյուսերների, հրավիրել մասնագետների, ովքեր որ կհետաքրքրվեն այդ նախագծով ու արդեն իրենք կհամագործակցեն այդ նախագծի ռեժիսորի ու նախագծի հետ։ Ու դա այդ pitch-ը կազմակերպվելու է տարբեր միգուցե փառատոնների կամ այլ հարթակներում, բայց հնարավորություն ենք տալի հանդիպելու, այդ networking-ը կազմակերպելու, դա շատ բարդ է իրականում, եթե չգիտես որտեղ փնտրես ու դու ունես նախագիծ ու քեզ բերում են միտեղ, որտեղ մարդիկ են գալիս, ով փնտրում են հենց օրինագծեր, այդ կապն է ստեղծում։ Այ դուք որպես օրինակ, ասենք այդ ճանապարհով անցած, հա, այսօր արդեն նաև դասավանդում եք աշխատարանում եւ այլն։ Օրինակ դուք երբ որ ստեղծեցիք ձեր գաղափարը, հետո հասակ այն կետին, որ պետք է ստացաք նաև, կարծում եմ, ստացել եք նաև այդ մրցանակը, որտեղ որ ստարտ եք արել, հա, ձեր ֆիլմի ստեղծումը։ Մեր ժամանակ մենք չունենք մրցանակները, միայն այսինքն գաղափարն է միայն այս եղել եւ դրա ներկայացումը։ Այ ինչ խնդիրներ այդ ժամանակ առաջացան եւ հիմա ծրագիրը ինչպիսի, այսինքն կարգավիճակ ունի, որ ավելի մասնակիցների համար ջուրին է դարձրել, հա, այս ամեն ինչով անցնելը եւ հետաքրքրությունը մեծանա։ Մի հետաքրքիր բան ասեմ, ծրագիրը ըստ իրենով միակ խնդիրը այն է, որ ինքը չունի շատ մեծ բյուջե, որպեսզի կարողանա ավելի լավ աջակցել օրինակ մասնակիցներին, բայց այն ինչի համար դիմում են մասնակիցները, դա շատ հարթ է։ Իրենք դիմում են իրենց նախագիծը զարգացնելու, հասցնելու մի կետի, որտեղ որ իրենց համար արդեն ճանապարհի կեսը անցած է, քանի որ դա ճանապարհի կեսն է ֆիլմ արտադրության մեջ, դա միշտ կա, դա առանց խնդիր աշխատում էր, թե իմ ժամանակ, թե հիմա կաշխատի վստահ եմ, քանի որ միակ նպատակը մասնակցի հետ աշխատել ու զարգացնել իր իդեան, դա շատ բարդ է, իսկապես բարդ է, երբ որ դու ունես գաղափար ու չգիտես ոնց պատմես, ոնց ներկայացնես, որպեսզի քեզ հավատան, այսպես ասած, ու քեզ ներդրում անեն քո ֆիլմը ստեղծելու համար։ Մենք Եվրազիա դոկը օգնում է այնպես կառուցել, որ կարողանաս դու վստահ ներկայացնես ու գտնես քեզ համար։ Այսինքն բացի ֆինանսականից նաև ընթացքում քեզ օգնում են այնպիսի փորձագետներ, մասնագետներ, ովքեր ծրագրի ընթացքում, այսինքն քեզ այդ ռեսուրսը չի պակասում։ Դու չես կարողանա ունենալ, այսինքն այդ խնդիրը վստահ, որովհետև քո կողքին կան պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր որ քեզ ընթառաջելու են գնալ քո նպատակին։ Այո, 10-ից 12 օր առավոտից մինչև երեկո դու մասնագետների հետ աշխատում ես հենց քո իդեան սարքել այն ինչը որ պետք է։ Հենց թվում է դա իր արդյունքը տալիս է։ Այս Սիլվա, գնանք վավերագրությանը, հա, մեր այսօրվա հայկական ֆիլմերի եւ մեր վավերագրական ֆիլմերի ստեղծման բուն գործընթացին, քանի որ առնչակից եք եղել եւ ստեղծել եք բնականաբար ուսումնասիրել եք ոլորտը եւս։ Կա այսօր մեծ կարիք, հա, մեզ մոտ այդ պակասը կա վավերագրական ֆիլմերի ստեղծման, թե ինչ որ նոր Եվրասիա դոկ ինչ որ նոր շունչ է, նոր ինչ որ կետ է, որտեղից որ կարող են օրինակ, ասենք, սկսնակները եւս իրենց կարիերան ունենալ։ Եվրազիա դոկը բերեց դա դեռ 10 տարի առաջ բերեց Հայաստան։ Հիմա մենք արդեն ես Եվրազիա դոկի ուսանողն եմ իրենց աշխատանքը շարունակում։ Դա արդեն իրենց գործը մեծ ու լավ արել են։ Բայց վավերագրությունը Հայաստանում կամաց շատ ավելի լավ տեղում է գալիս, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում հիմնական մեծ հեղինակավոր փառատոններին ներկայացվել են հայկական վավերագրություններ։ Այս վերջերս Թամարա Ստեփանյանի ֆիլմը Բեռլինալեում ցուցադրվեց, որ վերջի 30 տարիների ընթացքում ոչ խաղարկային, ոչ վավերագրական, ոչ մի ֆիլմ չի գնացել Բեռլինալե։ Երբ ես ավարտեցի Եվրազիա դոկը եւ Թամարա Ստեփանյանը նույնպես այդ տարի միասին էինք ավարտել Եվրազիա դոկի դասընթացը, մասնակցեցինք երկուսով Դոկ Լայպցիգ կինոփառատոնին, որը էլի երկար ժամանակ Հայաստանից ինքը վավերագրական փառատոն էր, չէր մասնակցում ոչ մեկ, այսինքն գնացինք միջազգային դաշտ ու դա շարունակվում է հիմա, շարունակվում է ավելի լավ իր տարբեր խնդիրներով,
ֆինանսական Բայց այն ամենայնիվ կարևորը ծրագիրը կայացել է եւ ունի համապատասխան եւ ռեսուրս եւ նաեւ իհարկե պահանջարկ, որտեղ որ գալիս են պահանջարկ ունի, ռեսուրսը հայթայթում ենք։ Այս պահին շատ ունեք, այսինքն գաղափարներ, որոնք որ դիմել են եւ արդեն քննարկում Արդեն դիմում են, այո։ Հիմա բաց կան չկա, բավականին մեծ հետաքրքրվածություն կա։ Դժվար է ասել, որովհետև դեռ նոր է, քանի որ հայերը միշտ ամեն ինչ դիմում են վերջնաժամկետին։ Դեռ սպասենք վերջնաժամկետը գա, կտեսնենք։ Շնորհակալ ենք ձեր առավոտը մեզ հետ կիսելու համար այսօր վստահ եմ որ բավականին հետաքրքիր ինֆորմացիա նաև մեր հեռուստադիտողների համար եղավ ինչպես նաև այն մարդիկ ովքեր որ ունեն չիրագործված ծրագրեր որոնք որ պատկերացնում են հա ֆիլմի տեսքով որոնք անգամ չեն պատկերացնում որ կարող է ֆիլմ նաև չէին էլ կարող պատկերացնել որ դա ֆիլմ կարող է լինել ապա Եվրասիա դոկը դա մի ծրագիր է մի մեծ ռեսուրս է որ կարող է ձեզ օգնել այն կյանքի կոչել այնպես որ համարձակ եղեք սիրելի հեռուստադիտող, ձեզ մաղթում ենք հաջողություններ ձեր ծրագրին, վստահ ենք, որ լավագույն ֆիլմեր կստեղծվեն, ինչպես նաև մեր հեռուստաընկերության եթերում եւս դրանք հնարավորություն կունենան հեռարձակելու, ինչու՞ չէ նաև աշխարհի, ինչպես նշեցիք, տարբեր միջազգային հարթակներում եւ հեռուստաընկերությունների կողմից։ Եվ կարևորը, որ վավերագրությունը ամենակարևոր եւ թիրախային սկզբունք ունի, չէ՞, որ պետք է ճշմարիտը վավերագրել, քանի որ այն պատմություն է։ Եվ այդ վավերագրողները պետք է ճշմարիտ լինեն եւ վստահ եմ որ դա ձեր կողմից իրականացվում է եւ հետեւողական է որովհետեւ այնինչ վավերագրվելու է Հայաստանի մասին, հա, այսինքն եթե երկրի մասին է կամ ինչ որ որոշակի, այսինքն պատմության մասին է, դա միանշանակ, այսպես ասած, որպես հետազոտական աշխատանք ձեր կողմից հսկվում է եւ վաղը միսօր մենք կունենանք լավ ֆիլմեր այս ծրագրի արդյունքում։ Ձեզ մաղթում ենք հաջողություն, լավ օր աշխատանքային եւ իհարկե լավ գաղափարներ Իսկ մեր հեռուստադիտողին ասում ենք եւս մեկ անգամ, որ Հայաստանում այս պահին կարող եք ձեր գաղափարները կյանքի կոչել, իհարկե Եվրասիա դոգի այս հետաքրքիր ծրագրի միջոցով վավերագրական ֆիլմ ստեղծել եւ այն գաղափարները, որոնք որ դուք կյանքում չեք էլ պատկերացրել, որ կարող է ֆիլմ դառնալ, կարող եք դիմել, համարձակ եղեք, իհարկե գտեք, դիմեք եւ իհարկե դարձեք ինչ որ մի գեղեցիկ ֆիլմի կամ վավերագրության հեղինակ։ Լավ կյանքի եւ կարեւոր իհարկե նշանավոր հատվածները վավերագրելու համար կարեւոր է որպեսզի իհարկե հետևել մեր ապրելակերպին մենք յուրաքանչյուրս եւ հետևելու համար ինչ պետք է ունենանք պետք է ունենանք մոտիվացիա պետք է ունենանք տրամադրություն պետք է մի կողմ գցենք բոլոր դժվարությունները հաղթահարենք ու գնանք առաջ որպեսզի կարողանանք մեր կյանքը վավերագրել ճիշտ եւ գեղեցիկ այսօր Այսքանը մեր առավոտյան եթերում օրդ բարին իր աշխատանքը ավարտում է, բայց չեմ ասում ձեզ հաջողություն, ասում եմ մինչ հաջորդ առավոտ։ Մնացեք բարիավ, կհանդիպենք օրդ բարի շրջանակներում 21 TV եթերում։ Լավ եղեք։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։